Ընդհանուր դպրոցի թեմային անցնելով որոնք խնդրեի նշեք ինչպես եք ձեր դիվանագիտական կարիերա սկսել, որտեղ եք ուսումնասիրել։ Ուսանել եմ առաջինը Երևանի համար 139 դպրոցում, հետո այն ժամանակ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանա-գերմանական ֆակուլտետում, որ ռոմանա-գերմանական բաժնում, որ հետո իմ ավարտելուց հետո եւ երբ որ արդեն այնտեղ դասախոս էի դարձավ ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետ։ Հիմա վերջերս չգիտեմ ինչու վերանվանվել է այսպես կոչված եվրոպական լեզուների ֆակուլտետի, դա չեմ ուզում մեկնաբանել, բայց դրանից հետո այսինքն սովորել եմ նաև Միացյալ Նահանգներում Դեյվիդսոն քոլեջ Կարիուսային կառավարաշրջանում, այն ժամանակ նշանակում դեռևս խորհրդային միություն էր եւ դա շատ բացառիկ բան էր, այսօրվա հնարավորությունները չէին, ինչպես նաև մի կարճ դասընթաց Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում։ Ամեն ինչը դրանցից եղել է միջև դիվանագետ դառնելը, Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում ուսանելը եղել է, երբ որ արդեն երիտասարդ դիվանագետ էի, 27 տարի առաջ, ինչքան մոտավորապես այդքան, շատ վաղուց էր, ինչքան հասկանում եմ։ Այդպես էլ, չգիտեմ, դարձել է աշխատանքի բերումով, սկզբում աշխատում էի որպես առաջին նախագահի թարգմանիչ պաշտոնական, այնտեղից տեղափոխվեցի Ալենա, այսպես եւ հետո նաեւ եղել եմ երկրորդ նախագահի թարգմանիչ, մեկ նախագահականում, մեկ Ալենայում, բայց 94 թվականից Ալենայում եմ։ Եվ դասավանդել եք ԵՊՀ-ում, հիմա դիվանագիտական դպրոցի առաջին տնօրենն եք, ըստ նոր սերնդի հետ շատ եք առնչություն ունենում, ինչ կարևոր առաքելություն ունի այսօր դպրոցը, ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ կարևոր ասելիք ունեք դուք դպրոցի շրջանառին որպես դիվանագետ։ Այնքան հարց տվեցիք, հիմա որ մեկին պատասխանեմ։ ԵՊՀ-ում եմ դասավանդել, Սլավոնական համալսարանում էի դասավանդում միջավերջերս, դիվանագիտական դպրոցում չեմ դասավանդում, միայն զբաղվում եմ վարչական հարցերով, կառավարման հարցերով, չգիտեմ ինչպես ղեկավարման հարցերով, եւ ուրախ եմ, որ ունենք շատ լավ անձնակազմ, շատ լավ կոլեկտիվ եւ կարողանում ենք լուծել մեր առջև դրած խնդիրները, որոնք մենք անընդհատ ինքներս ավելացնում ենք։ Գիտեք, այստեղ բան կա, եթե վերցնեք մենք կանոնադրությունը բացեք եւ նայեք, կտեսնեք, որ կանոնադրության մեջ գրած է դիվանագիտական դպրոցի առաքելությունները կամ նպատակները հետեւյալներն են՝ պատրաստել դիվանագիտական կադրեր, այսինքն գիտելիք տալու միջոցով եւ այլն, այսինքն դա նրանք են, ովքեր որ դեռ դիվանագետ չեն եւ ցանկանում են դիվանագետ դառնալ։ Մյուս նպատակը, որ մեր կանոնադրությամբ կա, գործող դիվանագետներին եւ պետական այլ պաշտոնատար անձանց վերապատրաստումն է։ Մյուս նպատակը միջազգային համագործակցության ծրագրերն են եւ այլն, ինչ-որ նպատակ կա եւ այլն։ Դրանք այսպես սահմանված նպատակներն են, բայց ես դուրս կգայի այդ պաշտոնական ձևակերպումից եւ կփորձեի ասել, որ մեր առաքելությունը այն է, որ մենք կարողանանք մեր առաջին հերթին մեր երիտասարդ գործընկերներին տալ փոխանցել գիտելիք եւ հմտություններ եւ խրախուսել, որ նրանք մտածեն, որպեսզի կարողանան իրենց գիտելիքների շնորհիվ պատկերացնեն եւ մեր գործընկերների եւ մեր մրցակիցների եւ մեր հակառակորդների շահերը եւ դրա այդ շահերը լավ պատկերացնելով եւ մեր գիտակցված շահին տիրապետելով, այսինքն մեր շահը գիտակցելով կարողանան պաշտպանել մեր շահը։ Սա մի առաքելություն ես այսպես կասեի, այսինքն ոչ թե պարզապես ասենք անենք այսպես կադր վերապատրաստելը, այլ օժտնենք մարդուն կարողություններով, գիտելիքներով, որ կարողանա լավ հասկանալ թե մեր շահը որն են, որ պատկերացնի մյուսի շահը, որտեղ առանց մյուսի շահի գիտակցման քո շահը չես կարող պաշտպանել, ամեն մեկ իր շահն է առաջ տանում, այսինքն դա պետք է կարողանաս
հաշվի չառած չանտեսեցիր, չես կարող քո շահը ուրեմն պաշտպանել եւ բանանել հասնել իր նպատակին։ Ուրեմն դրա միջոցով եւ հաղորդել են հմտությունները, որ կարող ես դա պաշտպանել։ Դա մի առաքելությունն է։ Իսկ երկրորդը այն է, որ նրանք, ովքեր արդեն ունեն որոշակի գիտելիքներ, աշխատանքային փորձ, նրանց պարբերաբար նրանց գիտելիքները թարմացնենք, նրանց հաղորդենք նոր գիտելիքներ, նոր հմտություններ եւ անընդհատ պահենք, այսպես ասած, ջրի երեսին անընդհատ իրենց գիտելիքների եւ հմտությունների բարձրագույն կետում, եթե դա հնարավոր է, որովհետեւ աշխարհը այսօր շատ մրցակցային է, աշխարհը վարկյանական հակազդեցության աշխարհ է, գիտելիքը ծով է, գիտելիքի աղբյուրները ծով են, տեխնոլոգիական հմտությունները բազմաթիվ են հնարավորությունները, այդ ամեն ինչի պես պետք է կարողանալ շատ լավ կողմնորոշվել, որպեսզի հակառակորդների, բարեկամների բոլորի հետ կարողանաս բանակցել եւ քո ճիշտ շահը ներկայացնել ու պաշտպանել։ Մի քիչ եթե պաթետիկ հնչես կներեք, բայց ուրեմն իմ կարծիքով դա էր հիմա, բայց չգիտեմ ձեր բոլոր հարցերին պատասխանեցի թե չէ։ Առանձին հարցով եմ ճիշտ ասած գրել դիվանագիտական դպրոցի հետագա ծրագրերի անելիքների նախագծերի մասին խոսել։ Գիտեք, մեր անելիքները հետագա բխում են մեր պարտականություններից, որոնք ֆիքսված են, գրանցված են կան։ Ունենք այս ծրագիրը, մի շարք ծրագրեր ենք իրականացնում։ Մենք իրականացնում ենք եւ երիտասարդ դիվանագետների վերապատրաստման ծրագիր, եւ պետական պաշտոնյաների եւ դիվանագետների վերապատրաստման ծրագիր, եւ հյուպատոսական վերապատրաստման ծրագիր։ Մենք իրականացնում ենք օտար լեզուների դասընթացներ, որոնց քանակը աճել է այս տարիներին։ Մենք անցած տարի առաջին անգամ իրականացրել ենք օտարերկրյա դիվանագետների վերապատրաստման ծրագիր առաջին անգամ բերել ենք Իրաքյան Քուրդիստանից երիտասարդ դիվանագետներ, նրանց ուրեմն կարճատև երկշաբաթանոց դասընթաց ենք նրանց համար անցկացրել։ Մենք լրագրողների վերապատրաստման դասընթաց ենք անում։ Սրանք այս տարի առաջին անգամ ծրագիր ենք իրականացրել արարողակարգի աշխատակիցների համար եւ տարբեր գերատեսչություններում աշխատող, այսինքն անընդհատ ինչ-որ մի բան աճում է։ Առաջին տարին 2010 թվականին սկսել ենք մեկ ծրագրով, 2011-ին երկրորդն է եղել, 2014-ին մյուսն է եղել, 2018-ին մյուսին եւ այլն, անընդհատ աճում է։ Սրանք անընդհատ աճող պարտականությունների ծավալ են, ընդ որում անձնակազմը չի աճում անընդհատ, ասեմ ձեզ, ծանրաբեռնությունը նույնն է մնում բոլորի վրա, բայց բացի դրանից մենք ինքներս հանգիստ չենք նստում եւ մեզ համար նոր գործ ենք հնարում անընդհատ։ Տեսեք, այս գրքերը դեսրանք անհատական նախաձեռնություն են, բայց մենք ունենք բազմաթիվ կայքեր, շտեմարաններ, հարթակներ, որոնք մենք ստեղծել ենք, մեզանից ոչ մեկ չի պահանջել ստեղծել։ Միգուցե ակնկալվել է, որ ունենանք մենք մեր կայքը, բնականաբար ունենք մեր կայքը, բայց մենք ամբողջովին թվայնացված գործավարություն ունենք, որը արել ենք անմիջապես հենց որ ստեղծվել ենք այդ առաջի երկրորդ տարվանից։ Մենք ունենք տարբեր շտեմարաններ եւ ուսանողների եւ դասախոսների եւ գրագրության եւ չգիտեմ բոլորը չեմ ուզում թվարկել եւ գրադարանի եւ առցանց գրադարանության եւ որոնք մեզ շատ մեծ կարողություն են տալիս։ Դրանք բոլորը ստեղծվել են շնորհիվ մեր աշխատակազմի ջանքերի եւ նրանց լրացուցիչ աշխատակժամանակի։ Մենք մի կայք ենք ստեղծել, որը ամփոփում է Հայաստանի ամբողջ դիվանագիտական ներկայացումների մասին տեղեկատվությունը, հանրագիտարանային կայք է 1918 թվականից մինչև մեր օրերը եւ ամեն օրվա ռեժիմով թարմացվում է։ Այնտեղ այնքան ինֆորմացիա կա, որը բավարար է մեկ, չգիտեմ, առանձին հիմնարկի համար եւ դա շատ մեծ աշխատանք է։ Եվ կրկնում եմ, այս բոլորը արվել են մեր աշխատակիցների անհատական լրացուցիչ ջանքերով։ Հիմա դուք ասում եք ինչ ծրագրեր ունեք, էլի։ Դա իհարկե կատակ է, բայց ծրագրեր կան, բայց մենք սիրում ենք մեր իրականացրած ծրագրերի մասին խոսել, ոչ թե ասել այսպեսի լավ մտքեր ունենք։ Մտքեր շատ կան։ Այդ մտքերը որ անդադ հրատարակ ենք, հետո բաց կասեն, բան չի չեք անում, հնարավոր չի բոլորը անել։ Հիմա էլ ընթացքում բաներ կան, հուսով եմ, որ կկարողանանք ավարտել եւ ներկայացնել մեր հանրությանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հենց այդ նախաձեռնության ստեղծված կայքին է վերաբերվում, դիվանագիտական ներկայացուցիչների։ Իսկ սկզբանե գաղափարը ինչպես է առաջացել։ Ինչ նպատակ է սկզբանե դրված։
Այդ սկզբանե հարցերը, որ տալիս եք գնում ես տուն, հետո հիշում ես, որ մի բան էլ կարող որ պետք է անեի, հետո գալիս ես տուն, հիշում ես, որ էլի մի երկու բան կա, որ դեռ չես արել։ Դրանք իհարկե ես կատակ եմ տալիս, բայց աշխատանքային գործունեության ընթացքում անընդհատ ինչ-որ մի բանի բախվում ես։ Եվ տեսնում ես, որ մի ինչ-որ համակարգված տեղեկատվության պակաս կա, եւս էլ ինչ-որ մի բանի պակաս կա։ Ուրեմն եւ կյանքում այդպես է, կամ դու ինչ-որ բան պիտի անես, կամ որևէ մեկ ուրիշը չի անում։ Եթե ասինքն եւ ասում են, եթե ուզում ես ինչ-որ բան լավ անես, դա անգլիական ասած կա արա ինքդ։ Եվ այդ տեղեկատվությունը, որ այդպես կար, ոչ միտեղ ամփոփ չկար։ Մեր ժամանակ առ ժամանակ պետք էր լինում, մենք տեսանք, որ այդ տեղեկատվությունը կորչում է, առաջին հանրապետության մասին ինչ-որ բաներ չկային, երկրորդի մասին չկային, արխիվներն ուսումնասիրեցինք, համակարգեցինք, ամենազարմանալին այն էր, որ երրորդ հանրապետության դիվանագիտական ծառայության մասին ամփոփ համակարգված տեղեկատվություն որևէտեղ չկար։ Եվ դա ինչ-որ պարտականության նման բան էր, որ ես նախաձեռնեցի, որտեղ այդ մարդկանց դեռ ճանաչում էի մեծ մասին 97-98%-ին, եթե ոչ բոլորին, ես անձամբ ճանաչել եմ եւ կարողացել ենք կապվել, բայց զգացի մարդիկ կային, որ արդեն մահանում էին, համակարգից հեռանում էին եւ այլն, եւ մենք ունենք մեծ, ուրեմն ես դες կարծեմ ցույց տվեցի դեսպանների նկարները պատի վրա, մենք ունենք մեծ դիվանագիտական անձնակազմ, որը փոխվում է եւ այլն։ Եվ եթե մենք այս ժամանակին չնախաձեռնեինք եւ սա չանեինք, այդ մարդիկ էլ կհեռանային ասպարեզից, կհեռանային կյանքից, ինչպես ցավոք շատերի հետ լինում է եւ բնական է դա։ Ժամանակն էր, վերջին պահն էր օգտագործելու եւ հավաքելու միտեղ եւ ստեղծելու այն հիմքը, որի վրա ես հուսով եմ, որ մենք դեռ երկար կշարունակենք եւ մեզանից հետո էլ կշարունակեն մյուսները, որովհետեւ դա մեր պետության պատմությունն է, մեր պետականության պատմությունն է։ Իսկ մենք մեր պետականության կայացման համար խիստ մեծ քանակի, մեծ ծավալի գործ ունենք անելու բոլորս։ Մեր երկրում անելու գործը ահա որ շատ է, ահա որը մի քիչ այսպես բացական է, ինչում շատ է, այսինքն այնքան բան կա անելու, որ պետք է ուղղակի կպչել եւ անել։ Կա վիճակագրություն ինչ օրս որքան շրջանավարտ, որքան մասնագետ է պատրաստվել, վերապատրաստվել։ Ունենք, իհարկե ունենք, ուրեմն ճիշտ այսպես թվերը չեմ կարող ասել, հաստատ 1000-ից ավելի դիմորդներ ենք ունեցել, 200 երևի շուրջ մի 40-50 շրջանավարտ ենք ունեցել, երևի դրանցից մի 125-130 ասենք մաքսիմում, գուցե 126-27 այս կարգի ունենք աշխատակիցներ, որոնք անցել են ԱԳՆ աշխատելու, եւ սա բոլորը մի ծրագրի մասին եմ խոսում, ես երիտասարդ դիվանագետների, ապագա դիվանագետների ծրագիրն է։ Վերապատրաստման ծրագրերով, այդ որ նշեցի տարբեր ծրագրեր, դրանցով արդեն այս քանակը անցել ենք։ Ավելի շատ մարդ ենք վերապատրաստել, որովհետև մեկ անգամ պատրաստելը մեկ անգամվա խնդիր է, բայց այդ մարդկանց անընդհատ կյանքի ընթացքում պետք է վերապատրաստել։ Իսկ մենք արդեն 12 տարի գործ ունենք եւ արդեն մեր պատրաստածներին էլ ենք վերապատրաստում, բայց դա ինչքան մարդ կա, որոնք ոչ մենք ենք պատրաստել, ոչ էլ մենք դա վերապատրաստել ենք։ Խոսում է տարբեր ազգերի դիվանագիտության առանձնահատկությունների մասին, Ձենայի հասկանալ մենք ունենք ձևավորված ավանդույթներ եւ ինչով է առանձնանում հայկական դիվանագիտությունը։ Դուք ցանկանում եք, որ ես ուսումնասիրեմ մեր 30 տարվա դիվանագիտական պատմությունը, հասկանամ, թե կենտրոնական ապարատում ինչպես է եղել, դեսպանատներում ինչպես են եղել, մեր պետության ղեկավարության կողմից վարվող արտաքին քաղաքականություն ինչպես է եղել, համեմատեմ դրանք, ինչ որ եզրակացություններ անեմ եւ դրանց պատասխանեմ մեկ նախագահ երկու նախադասությամբ։ Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, այսինքն այդպիսի վերլուծություն չունեմ, կարծում եմ, որ դեռևս երիտասարդ ենք։ Իհարկե որոշ բաներ կարող ենք ասել, այսպես է եղել մոտ
բայց մենք չպետք է մոռանանք, որ այս 30 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր կառավարություններ, երբեմն իրարից շատ տարբեր մոտեցումներով եւ այդ արդյունքում նաեւ տարբերվող քաղաքականությամբ եւ արտաքին եւ կադրային քաղաքականությամբ։ Իսկ որոշ ժամանակ պետք է որպեսզի ձևավորվեն այդ ավանդույթները մի ձևով գնալու դեպքում, էլի, այսպես կանգնել եւ ասել, որ սա է հայկական դիվանագիտության առանձնահատուկ գիծը, որ մեզ տարբերում է, ես կդժվարանամ, բայց միգուցե կառանձնացնեի այն, որ հայ դիվանագետներին հատուկ է ավելի մեծ ծավալի եւ բազմակողմանի աշխատանք կատարելը, քան շատ այլ երկրների դիվանագետների, մենք ստիպված ենք դա անել, մենք ստիպված ենք ավելի պատրաստ լինել, ես չէի ուզի ասել, որ դա միայն մեզ է վերաբերում, որովհետեւ վստահաբար կան նաեւ այլ երկրներ, որոնց ռեսուրսները բավարար չեն մեծ դիվանագիտական անձնակազմներից պահպանելու համար, բայց մենք տեսնում ենք, երբ որ դրսում աշխատում ենք, որ Հայաստանի դեսպանությունները, դիվանագիտական ներկայացությունները միշտ չի, որ ունեն բավարար չափի աշխատակիցներ դիմագրավելու բոլոր այն խնդիրներին, մարտահրավերներին, որ մեր առջև ծառացած են։ Մենք տեսնում ենք այլ դեսպանություններ, որտեղ մարդիկ ամեն ուղղության համար մի քանի հոգի ունեն, իսկ մենք մի հոգի ունենք մի քանի ուղղության համար։ Այսինքն բազմապատիկ այնտեղ հեշտ է աշխատել, հա, ֆինանսական հարցերով 15 խորհրդատու կա ինչ-որ մի դեսպանությունում, ռազմական հարցերով 10 խորհրդատու կա, իսկ մեր մի ուրեմն աշխատակիցը եւ ֆինանսներով է, եւ ռազմականով է, եւ անվտանգությամբ է, նկատի ունեմ գլոբալ անվտանգությամբ, էլի, եւ հիպատոսականով է, եւ մշակութայինով է, եւ համանքայինով է, եւ քաղաքականով է, այս խնդիրները մեր դիվանագիտության վրա ազդող ուրեմն դեր ունեն, նշանակություն ունեն, իսկ այդպես երբ որ դուք ասում եք մի այնպիսի դիվանագետ, որ հպարտանանքով եւ այլն, կարծում դրա համար էլ է շուտ, հենց որ Արցախի հարցը մեր օգտին կլուծենք դիվանագիտության շնորհիվ։